Անցած դասին սահմանեցինք կոմպլեքս փոփոխականով կոմպլեքս ֆունկցիայի ինտեգրալը։ Ինչի ունենք մի կոմպլեքս փոփոխականով կոմպլեքս արժեքներ ընդունող ֆունկցիա, ունենք մի գամմա կոր, որը գալիս է մի կտոր առ կտոր դիֆերենցիալի պարամետրիզացիայով, ZT, որտեղ տեն ալֆայից բետա է, ապա կսահմանեցինք ինտեգրալ ըստ գամմայի fz dz-ը, որպես հետևյալ մեծությունը։ Ինտեգրալ ալֆայից բետա f zt z-ի անցյալ տեղում dt։ Սա ասելով ինչի նկատի ունենք, սա կոմպլեքս մեծություն է, բայց հիմա արդեն ինտեգրում ենք ըստ մի իրական փոփոխականի, կարող ենք վերցնել սրա կեղծ ու իրական մասերը ու առանձին ինտեգրել։ Այսինքն կարող ենք գրել ինտեգրալ ալֆայից բետա իրական մաս f zt z-ի անցյալ dt գումարած i անգամ ինտեգրալ ալֆայից բետա կեղծ մաս f zt z-ի անցյալ տեղում dt։ Սրանցից յուրաքանչյուրը արդեն իրական փոփոխականի իրական ֆունկցիայի ինտեգրալ է, ամեն մեկը կարող ենք առանձին հաշվել ու միացնել իրար։ Ու անցած անգամ նաև տեսանք, որ այս ինտեգրալը անկախ է տարբեր պարամետրիզացիաներից, այսինքն եթե պարամետրիզացիան փոխում ենք դիֆերենցիալի ձևով, ապա ինտեգրալը չի փոխվում։ Կարելի է մեկ ուրիշ ձև սահմանել այս նույն ինտեգրալը, քիչ թե շատ նույն բանն է։ Եթե ունենք մի անընդհատ ֆունկցիա, երկու իրական փոփոխականի, ու ունենք մի կոր, որը տրված է մի դիֆերենցիալի պարամետրիզացիայով, xt, yt, տեն ալֆայից բետա, ապա կարող ենք սահմանել ըստ այս կորի ու ինտեգրալը ըստ x-ի, ինչի նկատի ունենք սա ասելով, երբ որ տեն փոխվում է ալֆայից բետա, վերցնում ենք ու-ի արժեքները, բազմապատկում ենք x-ի ացանցյալով ըստ է։ Սա նույնպես կարելի է հեշտությամբ ստուգել, որ սա պարամետրիզացիայից կախված չի։ Այսինքն սա կախված է միայն գամմա կորից, եթե դիֆերենցիալի ձևով փոխենք պարամետրիզացիան, ապա չի փոխվի ինտեգրալը։ Այսինքն ունենք ինչ-որ մի կոր, դիֆերենցիալի ձևով պարամետրիզացնենք, մեր ու-ի ինտեգրալը կարող ենք հաշվել ըստ կորի։ Հիմա եթե ունենք մի կոմպլեքս ֆունկցիա, կարող ենք սահմանել f-ի ինտեգրալը ըստ x-ի գամմայի վրայով, այսինքն սա ինչ իրենից կներկայացնի, դե ունենք իրական մաս ու կեղծ մաս, առանձին ինտեգրենք, այսինքն կարող ենք ուն ինտեգրել ըստ x-ի գամմայի վրայով, ավելացնենք սրան v-ի ինտեգրալը ըստ x-ի գամմայի վրայով։ Նույն ձևի կարելի է սահմանել ըստ y-ի ինտեգրալները։ Ինտեգրենք ուն ըստ y-ի գամմայի վրայով ու ինտեգրենք v-ն ըստ y-ի գամմայի վրայով։ Դե, եթե ուզում ենք սահմանել ինտեգրալ ըստ կոմպլեքս փոփոխականի, կարող ենք սահմանել ինտեգրալ գամմայի վրայով fz dz-ը
թող լինի ըստ x-ի ինտեգրալը f-ի, այստեղ fz իրականում dx է, այսինքն f dx գրենք կարճ, գումարած i անգամ ըստ y-ի ինտեգրալը։ Եթե հիմա այս երկուսի սահմանումները վերևից տեղադրենք, ինչ կունենանք։ Կունենանք սա հավասար է ինտեգրալ ըստ գամմայի u պլյուս iv dx գումարած i անգամ ինտեգրալ ըստ գամմայի u պլյուս iv dy։ Մենք կարող ենք մասերի բաժանել, իրական մասերը միացնել իրար, կեղծ մասերը միացնել իրար, կունենանք ինտեգրալ u dx հանած v dy գումարած i անգամ ինտեգրալ ըստ գամմայի u dy գումարած v dx կամ եկեք սենց գրենք v dx գումարած u dy։ Սա դուք եք, որ այս երկու սահմանումները համընկնում են։ Այսինքն այստեղ ոնց որ այսինքն ինչ ասենք, ասենք ինտեգրալ f dz է, սա ոնց որ կարող ենք սահմանել ինտեգրալ u պլյուս iv ըստ dx պլյուս i dy-ի։ Եթե այստեղ բաշխական օրենք օգտագործելով փակագծերը բացենք, սա կարող ենք գրել որպես 4 տարբեր իրական փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալներ, իրական արժեքներ ունեցող իրական փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալներ կարող ենք սա որպես գրել 4 հատ։ Մի մասը կգա i գործակցով, մի մասը պլյուս, մի մասը մինուս, այդ 4-ը, որ իրար հետ միացնում ենք, ստացվում է f-ի ինտեգրալը ըստ կոմպլեքս փոփոխականի։ Սա կարելի է ընդհանուր դեպքում ընդհանրացնել, այսինքն ինչ անենք, եթե ունենք ուրեմն կամայական երկու անընդհատ ֆունկցիա pq r2-ից r, այս ձևի, նույն ձևի կարող ենք սահմանել ինտեգրալ p dx գումարած q dy-ը ըստ գամմայի, գամմա կորի վրայով։ Նման, սա լարիվ նույն սահմանումն է, ինչ որ վերևում, նման մեծությունը p dx գումարած q dy-ը անուն ունի, կոչվում է դիֆերենցիալի մեկ ձև, ասենք կամայական դիֆերենցիալի մեկ ձևի համար կարելի է սահմանել ինչ որ կորի վրայով ինտեգրալ։ Հիմա եթե վերհիշենք մեկ փոփոխականի իրական ֆունկցիայի անալիզը, ինտեգրալները սերտորեն կապված են ազանցյալների հետ։ Մասնավորապես Fundamental Theorem of Calculus-ը ինչ է ասում, սա կապում է ինտեգրումը ու դիֆերենցիումը։ Եթե ունենք, ասենք, մի անընդհատ ֆունկցիա r-ից r, կարող ենք սահմանել այս ֆունկցիայի ու նախածանցը f-ի արժեքը x կետում դա լինելու է 0-ից x ինտեգրալը ու ինչ կարող ենք ասել, կարող ենք ասել, որ f մեծատար f ֆունկցիան ածանցելի է ու սրա ածանցյալը հավասար է փոքրատար f-ին։ Ստեղ նկատենք, որ այս 0-ն էական չի, կարող ենք վերցնել կամայական մեկ ուրիշ թիվ, որովհետև ինչ տարբերություն կտար, եթե ասենք ինչ-որ մի հատ ուրիշ կետից էինք սկսում,
այս մեծությանը 0-ից x ինտեգրալը հաշվել, թե այդ մյուս մեծությունից x ինտեգրալը հաշվել, տարբերությունը լինելու 0-ից այդ թիվ ինտեգրալը, որը հաստատուն է լինելու, x-ից կախված չի լինելու, այսինքն, երբ որ ածանցենք այստեղ, եթե մեծատար f-ը ինչ-որ հաստատունով փոխենք, ածանցյալը չի փոխվի, այսինքն միևնույնն է այս հավասարումը կունենա։ Հիմա, եթե ունենք կոմպլեքս ֆունկցիա, որ ասենք թե անընդհատ է, ուզում ենք ստանանք այս fundamental theorem calculus-ի նման ինչ-որ մի բանաձև։ Այսինքն ուզում ենք կառուցենք ինչ-որ մի հատ ֆունկցիա, որի ածանցյալը հավասար կլինի f-ի։ Ոնց կառուցենք այս ֆունկցիան, եթե առաջնորդվենք այս օրինակից, փաստորեն ինչ պետք է անենք։ Պետք է ֆիքսենք մի հատ կետ, կարևոր չի որ կետ է, ու ամեն x-ի համար սահմանենք ինտեգրալը այդ կետից մինչև x։ Եկեք ֆիքսենք ինչ-որ մի կետ, ասենք օրինակ 0 կետ է, ու սահմանենք f-ի արժեքը օմեգա կետում, ոնց, հիմա 0-ն ֆիքսել եմ, օմեգա կետ ունեմ, դե ինտեգրենք 0-ից օմեգա f z dz։ Միայն թե սենց ինտեգրալ մենք չենք սահմանել, ինչի նկատի ունենք սենց ինտեգրալ ասելով։ Մենք սահմանել ենք ինտեգրալ ըստ կորի, այսինքն սրա փոխարեն կարող ենք գրել ինչ-որ մի կոր, դե կարող ենք այս կորը վերցնել այնպեսին, որ ինքը 0-ից գնում է w-ի։ Պարզապես այստեղ հարց է առաջանում, 0-ից w գնացող շատ տարբեր կորեր կան, ու հարց է առաջանում, դրանցից որը պետք է ընտրենք։ Որպեսզի այս մեծությունը սահմանված լինի, լավ կլինի, որ այս ինտեգրալը կախված չլինի կորի ընտրությունից։ Այսինքն անկախ նրանից, թե ինչ կոր ընտրենք, եթե կորը գնում է 0-ից w, եթե այս ինտեգրալը կախված չլինի այդ մեծությունից, ապա սահմանված կլինենք այս ֆունկցիան առանց որևէ ինչ-որ, այսինքն միարժեքորեն այս ֆունկցիան սահմանված կլինի։ Եկեք ապացուցենք։ Մեզ այդ հարցն է հետաքրքրում, երբ նման ինտեգրալները կախված չեն կորից։ Ինչ որ է, ինտեգրալ ըստ գամմայի fz dz-ը կախված է գամմայից միայն նրա եզրակետերի միջոցով, այսինքն եթե եզրագծերը ֆիքսում ենք, կորը փոխում ենք, ինտեգրալը չի փոխվում, այսինքն կախված է միայն եզրագծից եւ իրական կորից անկախ է, սա տեղի ունի այն եւ միայն այն դեպքում, երբ որ f-ը ինչ որ մի անալիտիկ ֆունկցիայի ածանցյալն է։ Եթե մեր f այս հատկությունը ունի, ապա նշանակում է գոյություն ունի մի անալիտիկ ֆունկցիա, որի ածանցյալը հենց մեր փոքր f-ն է, ու իրականում այդ ֆունկցիան կարող ենք սահմանել այս ձևով։ Նախքան այս թեորեմը ապացուցելը, եկեք աշխատենք դիֆերենցիալ մեկ ձևերով իրական ֆունկցիաների հետ։ Սահմանում, եթե ունենք դիֆերենցիալ մեկ ձև, p dx գումարած q dy, կասենք, որ սա ճշգրիտ է,
եթե կամ ճշգրիտ դիֆերենցիալ է, եթե գոյություն ունի մի ֆունկցիա, այնպիսին, որ u-ի ացանցիալը ըստ x-ի p է, u-ի ացանցիալը ըստ y-ի q է։ Այս դեպքում գրում ենք p dx գումարած q dy-ը, պաստորեն սա ինչ է իրենից ներկայացնում, սա կարող են գրել u-ի ացանցիալը ըստ x-ի dx գումարած u-ի ացանցիալը ըստ y-ի dy, սա նշանակվում է որպես du։ Թեորեմ, եթե ունենք մի բաց տիրույթ, երկու անընդհատ ֆունկցիաներ, այս տիրույթի վրա, ապա այս դիֆերենցիալ մեկ ձևի ինտեգրալը կախված է գամմայից, կախված չէ գամմայից, այլ կախված է միայն եզրակետերից, այն եւ միայն այն դեպքում, երբ որ ես մեր դիֆերենցիալ մեկ ձևը p dx գումարած q dy-ը ճշգրիտ է։ Ապացույց, եկեք ենթադրենք, որ դիֆերենցիալ մեկ ձևը ճշգրիտ է, ենթադրենք p dx գումարած q dy-ը հավասար է du-ի։ Աստորեն ինչ ունենք այս դեպքում, եթե գրենք մեր ինտեգրալը, ինտեգրալ ըստ գամմայի p dx գումարած q dy-ը, սա կարող են գրել ինտեգրալ ըստ գամմայի du dx x-ի ացանցիալ dt գումարած du dy y-ի ացանցիալ dt ըստ սահմանման, դե այսինքն ոնց ենք սահմանում այս մեծությունը։ Դա սահմանել ենք հենց մեզ, վերցնում ենք գամմայի պարամետրիզացիա ու հաշվում ենք p-ն գամմայի վրայով ու բազմապատկում ենք x-ի ացանցիալով։ Բայց հիմա նկատենք, որ սա կարելի է գրել որպես u ֆունկցիայի ացանցիալ։ Նա եթե արդեն սա մտածենք որպես մի փոփոխականի իրական ֆունկցիա է, ացանցիալի ինտեգրալն ենք հաշվում, դա նույնն է, ինչ որ հաշվենք մեր ֆունկցիա, աստեղ տեն, որ t-ով եմ գրում, արդեն պետք է ոչ թե գամմա գրեմ, այլ ալֆայից բետա պետք է գրենք, երբ որ t-ն փոխվում է ալֆայից բետա, հեսա կլինի u-ի արժեքը գամմայի վերջնակետում, հանած u-ի արժեքը գամմայի մյուս վերջնակետում, սկզբնակետում։ Մասնավորապես տեսնում ենք, որ սա կախված չէ գամմայից։ Հակառակ ուղղությունը, գիտենք, որ ինտեգրալը կախված չէ գամմայից, մենք գիտենք, որ սա կախված չէ գամմայից, ուզում ենք գտնենք մի ֆունկցիա, այնպիսին, որ u-ի ացանցիալը ըստ x-ի լինի p-ն, u-ի ացանցիալը ըստ y-ի լինի q-ն, այսինքն u-ն լինի, d-ուն լինի p dx գումարած q dy։
Նման ֆունկցիա ենք ուզում գտնել։ Կարող ենք առաջնորդվել մի փոփոխականի ֆունկցիայի դեպքում արդյունքներից։ Վերցնենք մի կետ մեր տիրույթում, ասենք ունենք sense մեր տիրույթը, վերցնենք մի կետ ու կամայական մեկ ուրիշ կետի համար սահմանենք ու-ի արժեքը հետևյալ ձև։ Վերցնենք մի կոր գամմա, x0 y0-ից xy, ու եկեք սահմանենք ու-ի արժեքը xy կետում, որպես ինտեգրալ ըստ գամմայի p dx գումարած q dy։ Քանի որ գիտենք, որ մեր ինտեգրալը կախված չի գամմայից, կապ չունի ինչ գամմա կվերցնենք, հա, սա կախված չի։ Մենակ թե պետք է պահպանենք այն հատկությունը, որ գամման սկսվի x0 y0-ում ու վերջանա xy կետը։ Եկեք x1 y1 գրեմ։ Հիմա, քանի որ այս կետը, ունենք, քանի որ բաց տիրույթ ունենք, այս մեր կետը ինչ որ մի բաց շրջան կա, որ այս ամբողջությամբ մեր օմեգա տիրույթի մեջ է, այս բաց շրջան կա, որ ամբողջությամբ մեր օմեգա տիրույթի մեջ է, ու որի կենտրոնում հենց այս մեր x1 y1 կետն է։ Եկեք հենց մի բան վերցնենք։ Հիմա այս գամմա կորը երբ որ ընտրում ենք, մենք ընտրություն ունենք, թե ինչպես ընտրենք։ Մասնավորապես կարող ենք այնպես ընտրել, որ վերջի հատվածը լինի հորիզոնական։ Այսինքն ինչ որ ձևով գանք, բայց վերջի հատվածը թող լինի հորիզոնական։ Կամ կարող ենք ինչ որ ձևով գալ, այնպես անել, մտնել այս շրջանի մեջ, վերջի հատվածը ուղղահայաց անել։ Ասենք եկեք հորիզոնական տարբերակը դիտարկենք։ Փաստորեն մենք հիմա ունենք այս կորը, կարող ենք ինտեգրալ ըստ այս կորի։ Այս կորը ինտեգրալու ժամանակ կարող ենք կորը բաժանել երկու մասի, այս առաջին մասը 1 ու այս երկրորդ հորիզոնական մասը։ Եկեք սրանը դնենք գամմա 1, սրանը դնենք գամմա 2։ Բացի դրանից այս գամմա 1, գամմա 2-ի պարամետրիզացիան էական չի, այսինքն մենք կարող ենք գամմա 1, գամմա 2-ը պարամետրիզացնել ինչպես ուզում ենք։ Մենք եք վերցնենք, ուրեմն սա հիմա մեր տիրույթը ունենք մեր x-երի, y-ների առանցքները։ Եկեք այնպես վերցնենք հիմա, այսինքն սա համապատասխանում է x1 կետին, ասենք սա ինչ որ մի c կետ է, մի հատ էլ եկեք a կետ վերցնենք ու եկեք վերցնենք հետևյալ պարամետրիզացիան։ Ուրեմն եկեք հիմա այս գամմա ցելտայով նշանակենք գամմա 1 գումարած գամմա 2 կորը։ Եկեք վերցնենք գամմա տիլդայի պարամետրիզացիա։ Ուրեմն, երբ որ տեն a-ից c է, թող սա համապատասխանի գամմա 1 կտորին, երբ որ տեն c-ից x1 է, սա թող համապատասխանի գամմա 2 կտորին։ Գամմա 1 կտորի համար ուրիշ բան սահմանափակում չենք դրել, բայց գամմա 2 կտորը հիմա փաստորեն ինչ է իրենից ներկայացնում, այստեղ sense ուղիղ գիծ է։ Պետք է պարամետրիզացնենք այս կտորը։
Կարող ենք վերցնել հետևյալ պարամետրիզացիան։ Գամմա 2 տեն թող լինի։ Տես առաջի կոորդինատը պարզապես պետք է մեզ փոխվի ստեղից ստեղ, այսինքն պետք է c-ից x1 գնա, հենց այսինքն կարող ենք վերցնել տեն։ Իսկ երկրորդ կոորդինատը հաստատուն է, տեղ y1 է մնում։ Գամմա 2-ի համար վերցնենք այս պարամետրիզացիա։ Հիմա եթե հաշվենք ux1 y1 արժեքը, ինչ կունենանք, սա կլինի ինտեգրալ ըստ գամմա 1-ի p dx գումարած q dy գումարած ինտեգրալ ըստ գամմա 2-ի վրայով ինտեգրալը նույն մեծությամբ։ Հիմա մեր նպատակը որն է։ Մեր նպատակը ցույց տալ, որ u-ի ածանցյալը ըստ x-ի դա p-ն է, u-ի ածանցյալը ըստ y-ի դա q-ն է։ Եթե ուզում u-ի ածանցյալը հաշվեմ ըստ x-ի, այս կետում, պետք է տեսնեմ, եթե այս կետը փոխվում է, ու ածանցյալը ոնց է փոխվում։ Հեռու գնալ պետք չէ, այսինքն կարող ենք x1-ը փոխել այնքան, որ մնանք այս տիրույթում։ Այդ դեպքում ինչ կարող ենք ասել։ Այս գամմա 1-ը x1-ից հեռու է մնում, x1 y1 կետից։ Այսինքն, երբ որ փոփոխում ենք, սա հաստատուն է։ Երբ որ մեր վերջնակետը փոփոխում, սա հաստատուն է։ Իսկ սա իրենից ինչ է ներկայացնում։ Սա պետք կարող ենք գրել սրա փոխարեն ինտեգրալ ըստ գամմա 2-ի p անգամ x-ի ածանցյալ t գումարած q անգամ y-ի ածանցյալ t dt։ Բայց գամմա 2 կորի վրա, այսինքն էլի, քանի որ կորը գրեցի արդեն, այստեղ պետք է ոչ թե գրեի գամմա 2, այլ այստեղ պետք է արդեն գրեի մեր պարամետրիզացիան, որտեղից էր c-ից x1։ Ամեն դեպքում այս հատվածում մեր գամմա 2 կորը այնպիսին է, որ սա x10, հեսա ունենք x10 պարզապես t է, այսինքն ածանցյալը կլինի 1, իսկ y10 հաստատուն y1-ի, այսինքն սրա ածանցյալը կլինի 0։ Այսինքն ստացանք, որ մեր ուն կարելի է գրել որպես հաստատուն գումարած ինտեգրալ 0-ից c-ից x1 p t y1 dt։ Այստեղից հետևում է, որ եթե ուն ածանցենք ըստ x-ի x1 y1 կետում, ապա կունենանք արդեն մի փոփոխականի ֆունկցիայի տարբերակը կիրառելով սրա վրա, ունենանք, որ ածանցյալը լինելու է հենց p x1 y1-ը։ Լրիվ նույն ձևի, օգտագործելով կարմիր կորը, այսինքն այն կորը, որ վերջում ուղղահայաց ենք մոտենում x1 y1-ին, կարելի է ստանալ, որ d ու dx dy x1 y1-ն էլ կլինի q x1 y1։ Ընդհանուր դեպքում, եթե կոմպլեքս ֆունկցիաների հետ գործ ունենանք, եթե ունենք նման մի բան, ինտեգրալ p գումարած ir dx գումարած ինտեգրալ q գումարած is dy, եթե սենց բան ունենք, ապա ինչ կստանանք։ Կստանանք, եթե միացնենք իրական ու կեղծ մասերը, p dx գումարած q dy գումարած i անգամ ինտեգրալ ըստ գամմայի r dx գումարած s dy։ Ու կստանանք, որ սա կախված չի գամմայից, բացի վերջակետերից,
Այն եւ միայն այն դեպքում, երբ որ գոյություն ունեն ու ու v ֆունկցիաներ, այնպիսին, որ d-ուն հավասար է p dx գումարած q dy, d-ն էլ հավասար է r dx գումարած s dy։ Այսինքն, u-ի ատանցյալը s-ի պետք է լինի p, u-ի ատանցյալը s-ի պետք է լինի q, v-ի ատանցյալը s-ի պետք է լինի r, v-ի ատանցյալը s-ի պետք է լինի s։ Այսինքն, եթե դիտարկենք f հավասար է u պլյուս iv ֆունկցիան, պասերեն ինչ կունենանք, կունենանք, որ f-ի ատանցյալը s-ի կլինի p գումարած ir, իսկ f-ի ատանցյալը s-ի կլինի q գումարած is։ Հիմա եթե սպաստրորեն եթե վերադառնանք սրան, ինչ ստացանք։ Ստացանք, որ սա այս մեծությունը կախված չի գամմայից, այլ կախված է միայն գամմայի եզրակետերից, այն եւ միայն այն դեպքում, երբ որ գոյություն ունի մի f ֆունկցիա, կոմպլեքս, այնպիսին, որ f-ի ատանցյալը ըստ x-ի տալիս է առաջի մասը, f-ի ատանցյալը ըստ y-ի տալիս է երկրորդ մասը։ Հիմա եթե սկսենք նման մեծությունից, ինտեգրալ fz dz-ից, բաժանենք մասերի, սակրանգրել ինտեգրալ fz dx գումարած i անգամ ինտեգրալ գամմայի վրայով fz dy, ինչ կունենանք։ Կունենանք, որ սա անկախ է բացի եզրակիցերից, այն եւ միայն այն դեպքում, երբ որ գոյություն ունի մի կոմպլեքս ֆունկցիա է, այնպիսին, որ f-ի ատանցյալը ըստ x-ի լինի e, իսկ f-ի ատանցյալը ըստ y-ի լինի i անգամ e։ Այսինքն, դա նշանակում է, որ f-ի ատանցյալը ըստ y-ի պետք է լինի i անգամ f-ի ատանցյալը ըստ x-ի։ Բայց սա էլ համարժեք է Կոշի Ռիման հավասարումներին։ Այսինքն, ստանում ենք, որ սա f-ի ինտեգրալը ըստ տարբեր կորերի վրայով, ուրեմն անկախ է կորից բացառությամբ եզրակետերի, այն եւ միայն այն դեպքում, երբ գոյություն ունի մի անալիտիկ ֆունկցիա, որի ատանցյալը f-ն է։ Սրանից մի պարզ հետևանք, եթե վերցնենք հիմա ինչ-որ մի փակ կոր, ինչ կարող ենք անել։ Ուզում ենք հաշվել f-ի ինտեգրալը ըստ այս փակ կորի, կարող ենք այս փակ կորը երկու մասի բաժանել, ստեղից այստեղ մի մաս, ստեղից այստեղ ուրիշ մաս, համները դնենք գամմա 1, գամմա 2, կարող ենք սա գրել ինտեգրալ ըստ գամմա 1-ի fz dz, գումարած ինտեգրալ ըստ գամմա 2-ի fz dz,
Սա կարող ենք գրել ինտեգրալ ըստ գամմա 1-ի եւ ZZ հանած ինտեգրալ ըստ մինուս գամմա 2-ի եւ ZZ։ Իսկ գամմա 1-ն ու իսկ մինուս գամմա 2-ը ինչ են։ Գամմա 1-ը այստեղից է գնում այստեղ, իսկ մինուս գամմա 2-ը էլի այստեղից գնում է այստեղ։ Այսինքն ասենք որ գամմա 1-ն ու մինուս գամմա 2-ը կորեր են, որոնք ունեն նույն վերջակետերը։ Այսինքն ինչ կարող ենք ասել, որ սա 0 է, դա նույնն է, ինչ որ ասենք, որ f-ի ինտեգրալները ըստ կորերի կախված են մի այդ կորի վերջակետից, իսկ դա նույնն է, ինչ որ f-ը լինի անալիտիկ ֆունկցիայի ածանցյալ։ Այսինքն այստեղից կարողանում ենք եզրակացնել, որ s մեծությունը հավասար է 0 կամայական գամմայի համար, ինչ ունենք մի բաց տիրույթ, որի վրա ունենք մի ֆունկցիա, որ անընդհատ է, ունենք դիֆերենցիալի կոր, որը փակ է, այստեղ կարևոր է փակ կոր, ապա f-ի ինտեգրալը ըստ այդ փակ կորի միշտ 0 է, այդ փակ կորի այն եւ միայն այն դեպքում, երբ որ գոյություն ունի մի անալիտիկ ֆունկցիա, որի ածանցյալը f-ն է։ Եկեք կոնկրետ դեպք քննարկենք, հետևանք, եկեք դիտարկենք ինտեգրալ ըստ գամմայի, երբ որ այս նշանը կդնենք, դա նշանակում է, որ մեր գամմա կորը փակ կոր է, z հանած i n աշճան dz ինտեգրալը։ Նախ եկեք նկատենք, որ կամայական n ոչ բացասական ամբողջ թվի համար z-i n աշճանը, այս ֆունկցիան անալիտիկ ֆունկցիա է ամբողջ հարթության մեջ, ամբողջ կոմպլեքս հարթության մեջ։ Հետևաբար, ինչ կորել վերցնենք, փակ կոր, այս ինտեգրալը կլինի 0։ Երբ որ n-ը բացասական է, բայց n-ը -1 չէ, այդ դեպքում հարց է առաջանում, որովհետև այդ դեպքում այս մեծությունը սահմանված չի, երբ որ z-ը a է։ Այսինքն արդեն չենք կարող խոսել ամբողջ c-ի մասին, որտեղ սա սահմանված չի, երբ որ z-ը a է։ Բայց եթե a կետը անտեսենք, ապա երբ որ n-ը հավասար չէ -1-ի, z-i n աշճանը կարող են գրել z-i n+1 բաժանած n+1 ֆունկցիայի ածանցյալ որպես, այս ֆունկցիան անալիտիկ ֆունկցիա է բոլոր կետերում բացի a կետից, որտեղ ինքը սահմանված չի։ Այսինքն, եթե վերցնենք կամայական կոր, որը չի անցնում a կետի վրայով, ապա մեր ինտեգրվող ֆունկցիան ինչ որ անալիտիկ ֆունկցիայի ածանցյալի է հավասար, հետևաբար այս ինտեգրալը կլինի 0։ Երբ որ n-ը հավասար է -1, իրավիճակը ուրիշ է, z հանած a -1 աշճանը եթե դիտարկենք, սա լոգարիթմական ֆունկցիայի ածանցյալն է։ Նորից կարող ենք ասել, եթե ունենք a կետը, եթե ունենք մի գամմա կոր, այնպիսին, որ կարող ենք սահմանել լոգարիթմական ֆունկցիայի մի ճյուղ, մի անալիտիկ ճյուղ, որը այդ ճյուղը այնպիսին են ընտրել, որ այդ ճյուղից են կողմ գամման այդ ճյուղի հետ չի հատվում։ Դա նշանակում է, որ ունենք միացած տիրույթ, ասենք եկեք օրինակ ենթադրենք մեր գամման սենց էր, եթե վերցնենք լոգարիթմի այսպիսի մի ճյուղ,
Կարող ենք սահմանել, այսինքն մի անալիտիկ ֆունկցիա, լոգարիթմի մի անալիտիկ տեսակ, մի անալիտիկ ճյուղ, որը անալիտիկ է այս ամբողջ տարածքում։ Այդ տարածքում այդ անալիտիկ ֆունկցիայի ածանցյալը հավասար է սրան, հետևաբար այս ֆունկցիայի ինտեգրալը կամայական կոր եթե վերցնենք այդ տիրույթում, այս ֆունկցիայի ինտեգրալը պետք է լինի 0։ Ելի կարող ենք ասել, որ եթե ինտեգրենք z հանած a մինուս 1-ը, ապա սա կլինի 0 կամայական գամմա կորի համար, որը պատկանում է c-ին, բայց մի ճյուղ հանած։ Բայց եթե օրինակ վերցնենք a կենտրոնով մի շրջանագից, թող սա լինի մեր գամման, եթե հաշվենք ըստ գամմայի այս ինտեգրալը, սա արդեն այն իրավիճակն է, որ չենք կարող մի ճյուղ սահմանել լոգարիթմական ֆունկցիայի, որը չի հատում գամմային, այսինքն չենք կարող սահմանել լոգարիթմ ֆունկցիայի այնպիսի մի ճյուղ, որտեղ այնպիսի մի անալիտիկ ճյուղ, որը սահմանված լինի ամբողջ գամմայի վրայով։ Եթե ունենք ստեղ r շարավղով ուրեմն շրջանագիծը, ոնց կարող ենք հաշվել այս ինտեգրալը, եկեք սահմանը օգտագործենք, մի պարամետրիզացիա պետք է վերցնենք, դե գամման կարող ենք պարամետրիզացնել որպես a գումարած r i t, t-ն պատկանի 0-ից 2-pi, այս սահմանման այս ինտեգրալը լինի 0-ից 2-pi, 1-ը բաժանած a պլյուս r i t հանած a, ու սրա ածանցյալը, որը կլինի i r i t dt։ Սա պարզեցնենք, կրճատվեց, r i t-ն r i t հետ կրճատվեց, տեղ մնաց ինտեգրալ 0-ից 2-pi i dt-ն եղավ 2-pi i, որը 0 չի։ Այսինքն, ինչ կարող ենք ասել։ Հիմա եթե ինչ-որ ֆունկցիա ունենք, որի ածանցյալը 1 բաժանը z հանած է, դա պետք է լինի լոգարիթմ z հանած ֆունկցիա։ Հիմա եթե ունեմ միացած շրջանագիծ, եկեք այս շրջանագիծը մի քիչ հաստացնենք, վերցնենք միացած տիրույթ։ Այսինքն դիտարկենք այս տարածքը։ Եթե կարողանայինք սահմանել լոգարիթմական ֆունկցիայի այնպիսի տեսակ, որը անալիտիկ լիներ այս կանաչ տիրույթում, ապա դրանից պետք է հետևեր, որ այստեղ ածանցյալ պետք է գրացեն, ապա դրանից պետք է հետևեր, որ 1-ը բաժանած z հանած a ֆունկցիայի ինտեգրալը ըստ մեր գամմա կորի պետք է լիներ 0, բայց սա 0 չի։ Սրանից կարելի է հետևացնել, որ գոյություն չունի լոգարիթմական ֆունկցիայի մի ճյուղ, որը պարունակում է մի ամբողջ օղակ, որտեղ եթե գոյություն ունենար, ապա այս ինտեգրալը պետք է լիներ 0։ Մենք տեսել էինք առաջ, որ եթե ունենք լոգարիթմական ֆունկցիան, որպեսզի կարողանանք անալիտիկ ձևով սահմանենք, պետք է ինչ-որ ձևով, եթե լոգարիթմ z-ը սահմանենք, պետք է 0-ից ինչ-որ ճյուղ պետք է վերցնենք, որը գնում է անվերջություն, դա հեռացնենք, մնացած տիրույթում կարող ենք անալիտիկ տեսակ անալիտիկ ճյուղ սահմանենք լոգարիթմական ֆունկցիայի։ Սա ոնց որ դա ապացուցում է։